կոչված խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրել։ Ինչ է սա նշանակում։ Ինքը պատրաստ է ստորագրությունը դնել այդ հաստատությունը։ Միակողմանի հայտարարություն չի եղել, Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգ առաջ մղել։ Գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են եւ Հայաստանը վարչապետի նաև գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Ալիևը չի որ ներեցեք 24 ժամվա ընթացքում հաստատցի վարչապետը 3 հաղորդակցություն տարածեց իր էջով, ինչն է պատճառը, արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան եւ հնարավոր ռազմական հարձակման սպառնալիք։ Ինչի մասին է, որի մասին։ Պատրաստ է Հայաստանը ստորագրել։ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հրապարակային շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստը այլևս համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար օրակարգը առաջ ենք մղում։ Եկեք խնդրում եմ հերթով հարց տվեք։ Ես հենց նշեցի, որ Հայաստանը փորձում է խաղաղության օրակարգը առաջ մղել եւ Հայաստանի նպատակը, քանի որ խաղաղության տեքստը համաձայնեցված է այլևս, խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար անհրաժեշտ է երկու երկրների ստորագրությունը եւ այդ ստորագրության համար օրակարգն է առաջ մղում։ Բայց Ալիևը նախ չի ցանկանում չի ստորագրել, այսպեսի ազդակներ չեն տեսնում։ Հակառակ ազդակներն են տեսնում, որ նույնիսկ եթե տեքստը պատրաստ է ստորագրման, բայց նախապայմանները առաջ քաշում, օրինակ սահմանադրության փոփոխություն, չգիտեմ, գուցե Միջանցքի հարցն է դրա մեջ մտնում, Մինսկի խմբի լուծարում եւ այլն։ Ու տպավորություն է, որ պատերազմի հոտ է գալիս, որտեղ արդեն տեղեկություններ կան, որ կուտակումներ կան սահմանի եւ զորքի ակտիվ տեղաշարժների կողմից է եւ Նիկոլ Փաշինյանն այսպես ոտուձեռնկա ցույց է մեկ օր շուտ ստորագրել տալ, ամեն օր ասում մաղաչնոց մարի ստորագրել ինչ կլինի, միայն թե պատերազմ չլինի։ Իհարկե լավ որ պատերազմ չլինի, բայց մի բանով ադրբեջանական կողմը վերջերս նաև բարբերաբար մեղադրում է հայկական կողմին կրակ բացելու համար։ Դրանք բոլորը բնականաբար կեղծ մեղադրանքներն են, շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը եւս վերջերս հայտարարություն է տարածել, որ սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, մենք եւս մեր հերթին պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որևէ նման քայլ չեղել, բնականաբար դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր։ Խաղաղության պայմանագրի մասով, մեր հայտարարությունների մասով ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը եւ առաջ ենք մղելու այն, որ քանի որ տեքստը այլևս խաղաղության պայմանագրի համաձայն է, ոչ թե նստենք նայենք տարածքը։ Պարոն Գրիգորյան, կա որևէ քննարկում Երևանի եւ Բաքվի միջեւ պայմանագրի։ Ես չեմ հասկանում այդ հարցի բնույթը, այսինքն ինչն է տարբերությունը դրանց։ Որոշակի տեսակի միջև տարբերություն։ Իսկ պայմանագրի ես քննարկման իմաստը չեմ անկեղծ ասած չեմ հասկանում, ես կփորձեմ ճշտել մի հատ հասկանալու համար, թե ինչ դնա։ Բնականաբար Հայաստանը աշխատում է եւ դա ավելի շատ հրապարակային դուք տեսնում եք, որ Հայաստանը շարունակում է ավելի մանրամասն իմանալու համար ոչ թե ապահովման ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարց։ Հաճարկել է ադրբեջանական կողմից Կոնկրետ տեղ չէ, բայց Հայաստանը պատրաստ է քննարկելու, տեղը համաձայնեցնելու ադրբեջանական կողմի հետ, դրանք պետք է գիտեք ոնց խաղաղության պայմանագիրը կարծում եմ, եթե ստորագրենք, ինչ որ մի բալանսավորված տարբերակով կստորագրենք, դա քննարկելու հարց է։ Այսքանը շնորհակալություն։